Ողջույն։ Այսօր խոսելու ենք մի բանի մասին, որը կարող է ամբողջությամբ փոխել ձեր մոտեցումը տեխնոլոգիաներին։ Պատկերացրեք, վերցնում եք ձեր գաղափարներն ու դրանք վերածում իրական, աշխատող հավելվածների, առանց անգամ մեկ տող կոդ գրելու։ Հա, ճիշտ լսեցիք, դա հնարավոր է։ Եկեք անկեղծ լինենք, հաստատ ձեզանից շատերի մոտ եղել է հավելվածի կամ կայքի մի հիանալի գաղափար, բայց այն այդպես էլ մնացել է մտքում, որովհետև միշտ կար այդ բայցը, ես ախր ծրագրավորող չեմ։ Դե ինչ, պատրաստվեք, որովհետև այդ պատը, որը կարծես թե կանգնած էր ձեր ու ձեր գաղափարի միջև, ուղղակի այլևս գոյություն չունի։ Լուծումն արդեն կա, ու այն փոխում է խաղի բոլոր կանոնները։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչ ճանապարհով ենք այսօր անցնելու։ Նախ կհասկանանք, թե ինչ է ստեղծելու այս նոր եղանակը։ Հետո կպարզենք, թե որն է ձեր նոր դերը որպես ԱԲԻ մենեջեր։ Կբացահայտենք հաջողության 6 հիմնական սկզբունքները եւ իհարկե կտեսնենք, թե ինչպես եք կյանքի կոչելու ձեր առաջին հավելվածը։ Գնացինք։ Դե ինչ, սկսենք ամենասկզբից։ Ինչ է սա ընդհանրապես ծրագրեր ստեղծելու այս նոր, կարելի ասել հեղափոխական մոտեցումը։ Շատ կարևոր է հասկանան, vibe coding-ը տեխնիկական հմտություն չէ, սա մտածելակերպ է։ Պատկերացրեք, դուք կենտրոնանում եք ամենակարևորի գաղափարի տեսլականի վրա, իսկ ամբողջ ձանձրալի ռուտինան, կոդ գրելը, սխալները փնտրելն ու ուղղելը, այդ ամենը պարզապես տալիս եք արհեստական բանականությանը։ Սա բացում է դռները բոլորի համար։ Հիմա անցնենք թերևս ամենաէական կետին։ Սա մտածելակերպի մի փոփոխություն է, որն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի այս ամբողջ մեխանիզմը աշխատի այնպես, ինչպես պետք է։ Այս համեմատությունը կարծում եմ ամեն ինչ դնում է իր տեղը։ Տեսեք, ձախ կողմում դուք եք, պրոդուկտի ղեկավարը, տնօրենը, դուք եք որոշում, թե ուր ենք գնում։ Իսկ աջ կողմում ձեր, այսպես ասած, սուպեր արագ, բայց մի քիչ շատ ինքնավստահ պրակտիկանտն է, արհեստական բանականությունը։ Դուք տալիս եք հստակ առաջադրանք, իսկ նա անում է սև գործը։ Բայց շատ կարևոր է միշտ ձեր վերահսկողության տակ։ Okay, հասանք ամենագործնական, ամենակիրառելի մասին։ Այս 6 սկզբունքները կարելի ասել ձեր հաջողության բանալին են։ Սրանք այն կանոններն են, որոնցով դուք պետք է արդյունավետ կառավարեք ձեր նոր ԱԲ պրակտիկանտին։ Ահա եւ այդ 6 քայլերը։ Սկսում ենք պլանավորումից, անցնում կախարդական արտահայտությանը, փուլերով աշխատանքին, մինչև նոր զրույց սկսելը։ Սա ձեր ամբողջական ճանապարհային քարտեզն է։ Հիմա բոլորն էլ իհարկե կարևոր են, բայց եկեք մի քանի առանցքային կետերի վրա ավելի մանրամասն կանգ առնենք։ Առաջին սկզբունքը ճիշտ պլանավորումը։ Գիտեք, սա կարող է ձեզ բառացիորեն ժամեր խնայել։ Ու մի փոքրիկ հուշում՝ մի գրեք ձեր պլանը։ Փոխարենը փորձեք բարձրաձայն պատմել ձեր գաղափարը։ Քայլ առ քայլ, կարծես ընկերոջդ ես բացատրում։ Խոսելիս շատ ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք գրելիս հաստատ բաց կթողնեիք։ Եվ ահա սա կախարդական արտահայտությունն է։ Իսկապես, սա ամենակարևոր հրահանգն է, որը դուք պետք է տաք։ Ինչու՞։ Որովհետև սա ստիպում է ԱԲ-ին դադար առնել ու մտածել, ճշտող հարցեր տալ, ոչ թե միանգամից ենթադրություններ անել ու սխալվել։ Այս մի պարզ նախադասությունը կարող է ձեզ փրկել ժամեր տևող անիմաստ վերաշխատանքից։ Երբ սխալ է առաջանում, շատ կարևոր կանոն։ Մի արեք այն, ինչ բոլորն են անում, փորձելով ձեր բառերով նկարագրել, թե ինչ է պատահել։ Դա միայն շփոթեցնում է ԱԲ-ն։ Փոխարենը շատ պարզ։ Պատճենեք սխալի ամբողջական տեքստը կոնսոլից ու ուղարկեք։ Վերջ։ ԱԲ-ն ճշգրիտ կհասկանա, թե որն է խնդիրը, ու լուծումը կտա վայրկյանների ընթացքում։ Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր սկզբունքը, իմացեք, թե երբ է պետք սեղմել վերսկսել։ Պատկերացրեք երկար զրույցները, ասենք 50-ից ավելի հաղորդագրություն, ուղղակի շփոթեցնում են ԱԲ-ին, նա սկսում է հակասել ինքն իրեն։ Եթե զգում եք, որ մի 3 փորձից հետո տեղի չեք շարժվում, մի շարունակեք, վերադարձեք ձեր նախագծի վերջին աշխատող տարբերակին ու պարզապես սկսեք նոր մաքուր զրույց։ Եվ վերջապես հասանք ամենահետաքրքիրին, արդյունքին, ինչ կարելի է իրատեսորեն սպասել եւ ինչ կարող եք իրականում ստեղծել այս մեթոդով։ Շատ կարևոր է, որ ճիշտ սպասումներ ունենանք։ Այս մեթոդը հրաշալի է ձեր գաղափարների մեծ մասի համար, պարզ ու միջին բարդության նախագծեր, բայց երբեք մի մոռացեք ձեր դերը։ Դուք ղեկավարն եք։ Արհեստական բանականությունը շատ ինքնավստահ է։ Նա միշտ կասի, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Ձեր գործն է ստուգել։ Միշտ։ Իսկ հիմա ամենաօքեշնչող մասը։ Տեսեք, թե ինչեր կարող եք ստեղծել։ Ու սրանք ուղղակի օրինակներ չեն, սրանք լիարժեք, աշխատող ծառայություններ են, որոնք դուք կարող եք վաղը տեղադրել համացանցում։ Ծախսերի հաշվիչ հավելված, իհարկե։ Ձեր բիզնեսի համար լենդինգ էջ, խնդրեմ, այս ամենը լրիվ իրական է։ Եվ այսպես, այս ամենից հետո մնում է միակ կարևոր հարցը. իսկ ինչ եք դուք ստեղծելու։ Հիմա, երբ արդեն գիտեք, թե ինչպես, երբ արգելքներն այլևս չկան, որ գաղափարն եք պատրաստվում իրականություն դարձնել առաջինը,
Գործիքները ձեր ձեռքին են։